Դաղստանը մեն արել Մախաչկալա արել են դեպորտը, բայց ընդեղից 180 կիլոմետր, 150 կիլոմետր տեղափոխել են դեպի Ադրբեջանի սահման, ընդեղ ինչ-որ մի հատ գյուղում տարեբաժին ընդեղ կալանավորված է։ Արսեն Գասպարյանի զարմիկը բեռնատարի վարորդ Մհեր Քոսյանն է։ Ռուսաստանի միգրացիոն խստացումներից հետո ռուս իրավապահները նրան են մոտեցել, ստուգել բեռնատարը, փաստաթղթերը, հետո տեղեկացրել են, որ նա միգրացիոն նոր օրենքներով Ռուսաստանի տարածքում գտնվելու իրավունք ունի 1 տարվա ընթացքում 90 օր, բայց փաստորեն 44-ամյա վարորդը 18 օրով գերազանցել է այդ ժամկետը։ Եվ հենց այդ պատճառով Մախաչկալայում դատական նիստ են գումարել ու 5 տարով դեպորտարել նրան, զուգահեռ նաև վարորդը վճարել է 5500 ռուբլի տուգանք։ Բայց դրանից հետո հարազատները հույս են ունեցել, որ իրենց զարմիկը կվերադառնա Հայաստան։ Այդպես են նրանց փոխանցել նաև տեղացի փաստաբանը, բայց դատական նիստից հետո Մհեր Քոսյանին ոչ թե հետ են ուղարկել Հայաստան 10-օրյա ժամկետում, այլ նրան ուղարկել են Ադրբեջանի սահմանից շուրջ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող անօրինական միգրանտների ժամանակավոր պահման վայր։ Տեղից տեղափոխել են 150 կիլոմետր Ադրբեջանի սահման, Դերբենցկի ռայոն։ Հեռախոս վեր են կալել ամսի 16-ից մինչ այսօրս ոչ մի կապ չունենք։ Չեն բարախում եւ ոչ մի բան։ Օրինակ դատավորին ասել են, որ 10 օր ժամանակ տվեք, որ ինքը դուրս գա, մերժել է դատավորը, չի տվել։ Միտի արել են իրան այդ Ադրբեջանի սահմանի վրին, այդտեղ ինչ-որ մի հատ գյուղում բաժին են տարել, այնտեղ կալանավոր է ու ոչ կապ ունենք հետը, ոչ մի բան չունենք, մի դա ոնց հալել։ Ամսի 16-ին իրան դեպորտեն արել, ամսի 16-ից մինչ այսօր հեռախոսի կապ չկա, հետը հեռախոսները վեր են կալել, ոչ կարող ենք կապնվենք իմանանք, ոչ մի բան։ Հետո են գիտենք, որովհետև ինքը մեծ տպալաժեն էր ուղարկել այդ նախքան այդ ճանապարհին հեռախոս տվել էին իրան, իր հետ կապ ենք ունեցել ճանապարհին, որ իրան տանում են։ Իսկ նրանից հետո որ տայել են տեղ հասցրել, կապ չեն կարծե պահել։ Մհեր Քոսյանի հորաքույրը Օֆելիա Քոսյանը այսօր Ազատությանն ասաց, որ միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի աջակցությամբ այսօր աշխատանքային օրվա ավարտին միայն կարողացել են տեսակապով խոսել Մհերի հետ։ Կոնսուլը թույլ է տվել հեռախոս են տվել, ու ինքը կապ է հաստատել եղբոր հետ Ռուսաստանի Դաշնություն Սամարա, հետո կնոջ հետ, երեխաների հետ ու ինձ զանգել։ Վիճակը շոր չկա, փոխնորդ չկա, բայց ասա ոչինչ լավ եմ, հեռախոս չեն տալիս, չգիտի ժամկետը թե ինչքան ժամանակով, դեղերը չեն տալիս։ Տիկին Բեժանյանը խոստացավ, որ այդ դեղերի հարցն էլ կկազմակերպի։ Արսեն Գասպարյան, եթե չբարձրաձայներ, եթե Տիկին Բեժանյանը չիմանար, ոչ մի հեռախոսակապ էլ չէինք ունենա, գոնե իրան տեսանք, գոնե դեղերը կհասցնեն ու ինքը տեղ որտեղ նստած է միակ հայն է։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն էլ Ազատությանն ասաց, որ ինքը կարողացել է Մհեր Քոսյանի հետ կապը ապահովել Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ։ Կապվեցի մեր արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության հետ։ Տեղեկությունը 3 երեկոյան եմ տրամադրել, այսօր արդեն մեր Դոնի Ռոստովի հյուպատոսը կազմակերպեց եւ հեռախոս տրամադրեցին Մհեր Քոսյանին, մեզ փոխանցեցին, որ դեղորայքը գտնվում է իր մեքենայի մեջ Մախաչկալայում, կփորձեն կազմակերպել, որ արագ դեղորայքը հասնի։ Նաեւ ոստիկանները խոստացել են, որ հնարավորինս արագ կազմակերպեն, որ նա վերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Նշել էին, որ շատ են իրենց մոտ անօրինական գտնվող միգրանտները, իրենք 90 օր գերազանցած վարորդին եւս համարում են անօրինական գտնվող, պրոցեսուալ աշխատանքներ են տարվում, ինչի համար ձգձգվել է իր վերադարձը Հայաստան, եւ հիմա կփորձեն մաքսիմալ արագ կազմակերպել, որ կարողանա վերադառնալ Հայաստանի Հանրապետություն։ Փորձագետի խոսքով Ռուսաստանի միգրացիոն օրենքների խստացումներից հետո ելի են եղել պատմություններ, երբ հայ բեռնատարների վարորդները այնտեղ տուգանվել են, դեպորտ եղել մուտքի 3-ից 5 տարվա արգելանքով, բայց եթե դա արվել է դատարանով, այլ ոչ թե ոստիկանն է տեղում այդ որոշումը կայացրել, ապա նրանց նույնպես 1-ից 2 օր պահել են անօրինական միգրանտների պահման վայրում, բայց որ այսպես 5 օր առանց հարազատների հետ տեսակապի հնարավորության բեռնատարի վարորդը կմնա այդպիսի պահման վայրերում, ըստ Բեժանյանի սա առաջին անգամ է։